Նիկոլը վերել է խաղաղությունը, տեսեք ստի չափը։ 2020 թվականին 44 օրվա պատերազմ։ Որից հետո այդ պատերազմի արդյունքում վաճառք, տոտալ վաճառք երկիրը թուրքերին։ Ես դժվարանում եմ Բրատիսլավայում ասել իմ տեղեկատվությունը որքան է ճիշտ, որ Հայաստանում թուրքերը շինարարություն են անում բազմաբնակարան շենքերի։ Ես դժվարանում եմ ասել, թե որքան է ճիշտ, բայց սարսափելի թվեր եմ լսում։ Ես թույլ չեմ տալի դա հայտարարել, որովհետև ճշտված են։ Բայց չկա սուխ առանց կրակի։ Անկասկած, գաղտնազրված մտնում են Հայաստան ազերիներն ու թուրքերը։ Հիմա ես հարցնում եմ բոլոր խորհրդային ժամանակներում ծնված իմ հայրենակիցներին, սիրելիներս, հիշում եք, որ Սյունիք են գնում, ադրբեջաներներ էին խոսում, որ գնում ենք հյուրանոց, ենթադրեք Կապանում, այնտեղ ադրբեջանցիները ավելի շատ են, քան հայերը։ Դուք ուզում եք վերադառնալ այդ օրերը։ Սիրելիներս, հիշում եք, որ մեր շուկայում ադրբեջանցիներն էին հիմնականում առևտուր անում։ Դուք ուզում եք, որ վերադառնան այդ օրերը, բայց մի բան էլ ավելացնեմ։ Հիմա արդեն շատ ագրեսիվ ադրբեջանցիներ են, շատ ագրեսիվ ազերիներ են։ Այն ժամանակ ինչ որ խորհրդային իշխանության շնորհիվ ինչ որ կապ կար երկու երկրների միջև, որը սին էր եւ վերջո վերածվեց պատերազմի։ Այսինքն, այս կերպարը, որը մեր գլխին բերել է պատերազմ, փորձանք մեր հայրենիքը վաճառել է, որը մեր մշակույթը ոչնչացնում է իր գրեհիկ կերպարով, որը այնպիսի ստորություն է ցույցաբերել, որ դրսի հայության բերանը բաց է մնացել,